նաև ձեզ, Մալաթիա Սեբաստիայի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ, թանկագին ծնողներ և ուսուցիչներ, այսօր տոնական, բայց միևնույն ժամանակ շատ պատասխանատու օր է։ Հնչեց վերջին զանգը, ինչի արդիվ ուզում եմ շնորհավորել բոլոր շրջանավարտներին, ձեզ բարի երդ, սիրելի շրջանավարտներ։ Այսօր դուք լքեցիք ձեր հարազատ դպրոցը և պատրաստվում եք մուտք գործել մեծ կյանք։ Սակայն որպես ծնող, որպես հայ մարդ, ես ինձ հարց եմ տալիս, իսկ ինչպիսի իրականություն, ինչպիսի բարոյական միջավայր ենք մենք այսօր փոխանցում մեր երեխաներին։ Ցավոք այսօր մեր երկրում մենք կանգնած ենք մի վտանգավոր իրողության առջև, որը վտանգում է մեր ազգային նկարագիրն ու տեսակը։ Վարչապետի աթոռը զբաղեցնող անձի անհավասարակշիռ պահվածքը, անհարգալից, կոպիտ, հայ տղամարդուն անհարիր վերաբերմունքը կնոջ նկատմամբ ոչ միայն անընդունելի է, այլև բարոյապես անհանդուրժելի։ Այս օրինակը չի կարող լինել մեր շրջանավարտների համար որպես ուղենիշ, որովհետև վաղը նրանք ընտանիք և պետություն են կառուցելու։ Սա չի կարող լինել հայ ղեկավարի և հայ տղամարդու կեցվածք։ Մեր ուսուցչուհիները, մեր մայրերը, այսօրվա շրջանավարտ աղջիկները մեր օջախների հենասյուներն են, մեր ազգի արժանապատվության կրողը, և նրանց նկատմամբ անվերապահ հարգանքը պարտադիր է։ Ուժեղ Հայաստան չի կարող լինել առանց կնոջ նկատմամբ անվերապահ հարգանքի։ Մեր երկիրը կարիք ունի կառուցողական, հավասարակշիռ, ազգային արժեքներին հետևող, մեր սերունդներին տեր կանգնող ղեկավարի։ Եվ այդպիսի ղեկավարը Սամվել Կարապետյանն է։ Հունիսի 7-ին ժամանակն է, որպեսզի արսենք, մերժում ենք անհավասարակշիռ պահվածքը, մերժում ենք անհարգալից վերաբերմունքը մեր կանանց հանդեպ։ Կոչ եմ անում բոլորիդ, գնացեք ընտրատեղամաս, ձեր ձայնը փոփոխության ձայնն է, ընտրեք ձեր երեխաների համար արժանապատիվ ապագա։ Մենք կառուցելու ենք ուժեղ Հայաստան, որտեղ յուրաքանչյուր կին իրեն պաշտպանված և գնահատված է զգալու, յուրաքանչյուր երիտասարդ վստահ է լինելու իր վաղվա օրվա համար։ Գնանք ընտրության, ընտրենք փոփոխությունը, ընտրենք արժանապատիվ ապագա մեր երեխաների համար, ընտրենք ուժեղ Հայաստանը, իսկ որն է ուժեղ Հայաստանի համարը, համար 3, ուժեղ Հայաստանի համար 3, շնորհակալ եմ։